Պատերազմը ինչպես կա, առանց ֆոտոշոփի ու խմբագրման, 2023 թվականների ճակատագրական դեպքերը, մարդկանց պատմություններ լուսանկարներով։ Մարտի դաշտ, Ստեփանակերտի փողոցներ, արցախցիներ ու պատերազմի մառախուղով պատված իրականություն։ Հիշողության վկայություն, հարգանքի տուրք զոհվածներին և սթափության կոչ մարդկությանը։ Հայ-քրդական ծագումով շվեյցարացի լուսանկարիչ, ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզը ծնվել է Կարինում, սովորել Անկարայում ու բնակվում է Ժնևում։ Նա երկլեզու փաստավավերագրական ֆոտոալբոմում վավերագրել է Արցախի անկումն ու ողբերգական իրականությունը։ Դեմիր Սյոնմեզ, վիրավոր արծիվը, ֆոտովավերագրություն։ Ումեն իրականության հակառակ կողմը Մինչ ասմա դուք տժժում եք անհասկանալի համերգներին, մենք այստեղ իհարկե անդրադառնում ենք այն ամենին, ինչի մասին դուք արդեն երևի մոռացել եք։ Ապրիլի 23-ին տեղի կունենա վիրավոր արծիվը, Լեռնային Ղարաբաղի Արցախի պատերազմը, երկլեզու հայերեն ֆրանսերեն գրքի շնորհանդեսը։ Կարինում ծնված, Անկարայում ուսանած և 1990 թվականից Ժնևում բնակվող հայ-քրդական ծագումով շվեյցարացի վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզը գրքում վավերագրել է Արցախի անկումը։ Եվ մենք ունենք բացառիկ հնարավորություն նրա հետ զրուցելու, որովհետև այս օրերին նա գտնվում է Հայաստանում և հյուրընկալել է մեզ։ Ես իրով մեր հյուրերին ներկայացնեմ վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզ և մեզ կօգնի հաղորդակցվել Քրիստին Գրիգորյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Bonjour։ Bonjour։ Հետաքրքիր է, ուզում ենք իմանալ ինչ առիթով է հյուրը գտնվում Հայաստանում։ Ça nous intéresse pourquoi vous êtes en Arménie, c'est quoi l'événement qui vous apporte ici en Arménie? 2020, j'ai été au guerre de Karabakh. 20 թվականին ես արդեն պատերազմին ներկայ եմ գտնվում։ Je suis journaliste et photographe indépendant. Ես անկախ լրագրող եւ լուսանկարիչ եմ։ Mon but pour aller de Karabakh, soutien avec mon peuple et réaliser un projet, réaliser ce qui se passait sur place. Իմ նպատակը ինչու՞մն էր կայանում լինել այդ պահին այդտեղ, լինել իմ ժողովրդի կողքին այդ պահին, օգնել նրանով, ինչով որ ես կարողանում էի, իրականացնել մի ծրագիր, որը կլուսաբաներ այն, ինչ կատարվում է այդ պահին այդտեղ։ Déjà ce livre est publié 2 fois, français et anglais en Suisse. Այս գիրքը արդեն 2 անգամ է լույս տեսել, մեկ անգամ անգլերենով և ֆրանսերենով, երկուսն էլ Շվեյցարիայում։ 2022, j'ai publié ici aussi, version arménienne et anglais. 22 թվականին նաև Հայաստանում լույս տեսավ հայերեն և անգլերեն տարբերակով։ Première édition, c'est environ 124 pages. Առաջին հրատարակչության մեջ կար մոտավորապես 124 էջ։ Les périodes de l'occupation et périodes de la blocus, j'étais pas là. Շրջափակման ժամանակ, բլոկադի ժամանակ ես դեռ այդտեղ չէի։ Ama ben je continue sur de l'information de la blocus Artsakh, je continue écrit dans mon blog en Suisse, des centaines de pages. Եվ դրանից հետո շարունակում եմ իմ ուսումնասիրությունները ու հրատարակում 100 մոտավորապես էջանոց ևս մի գործ։ Pour compléter cette histoire, notre histoire que nous avons beaucoup blessé, après j'ai décidé une deuxième partie, ajouter mon livre. C'est ça, on a dit, j'ai dit, occupation, blocus et occupation internationale dans un Artsakh.
Ու վերջապես իմ գիրքը ամբողջացնելու համար ես երկրորդ հրատարակչությունն եմ դուրս հանում եւ այդ երկրորդը արդեն բլոկադայի օկուպացիայի մասին էր Արցախի միջազգային բլոկադայի ու շրջափակում. Parce que notre peuple n'est pas seulement battre contre l'Azerbaïdjan, notre peuple, ils ont battu contre une coalition. Dans une coalition, la Turquie, plus grande l'armée de l'OTAN, autre côté d'Israël, autre côté les Palestiniens, non, pardon, Palestiniens, d'Israël, et l'Azerbaïdjan a mené des djihadistes de plusieurs pays pour les contre massacrer notre peuple. Ու ինչի էր սա կարևոր, որովհետև եւս մեկ անգամ պետք էր ընդգծել, որ մեր ժողովուրդը միայն Ադրբեջանի դեմ չէր կռվում, այլ կռվում էր մի ամբողջ կոալիցիայի դեմ, թուրքական բանակի, Իսրայելի բանակի ու նաեւ Ադրբեջանի բերած ջիհադիստների դեմ։ Շատ լավ, իսկ հիմա ինչ առիթով է գտնվում մեր հյուրը Հայաստանում եւ ինչ հաճախականությամբ է գալիս Հայաստան։ Maintenant, pourquoi vous êtes intervenu maintenant? Oui, je suis venu ici. C'est pour la deuxième édition, présentation deuxième édition mon livre. Այսօր գտնվում եմ այստեղ, որպեսզի իմ գրքի երկրորդ հրատարակչությունը ներկայացնեմ։ 23 avril à 19h au salle de UGAP. C'est maison d'édition Nivmek et UGAP arménien organisé une soirée présentation mon livre. Ապրիլի 23-ին ժամը 7-ին, երեկոյան 7-ին UGAP հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ Նյումեկ հրատարակչությունը կազմակերպում են իմ երկրորդ գրքի շնորհանդեսը։ Այսինքն այդ առիթով է։ Հետաքրքիր է այս Bien sûr que depuis 2015 chaque année je suis venu ici participer à la commémoration du génocide arménien. Ու նաև 2015 թվականից ի վեր ես ամեն ցեղասպանության կոմեմորացիոնի հիշատակի շաբաթին գալիս եմ ներկայանում եմ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեմ զոհերին։ Մնացած նկարները ցույց չեմ տալիս սիրելի հեռուստադիտողներ, որովհետև շատ դաժան են, այդ եթերով ցույց տալու չի, բայց քանի որ հիմա խոսեցինք ոնց որ ասում 24-ի թեմային, մենակ այս նկարը այս պահին կցուցադրեմ, եթե կուզենաք կարող եք վերցնել, եմ որ ասում է այո, այստեղ վավերագրված է երևի այն իրականությունը, որը կամ չենք տեսել, կամ էլ չգիտեմ, մոռացել ենք, որովհետև եւս մեկ անգամ ցավոտ հիշողություններ էին։ Եթե առիթ կա, կարող եք փոխանցել հյուրին մեր խոսքը, կարող է հետաքրքիր լինի, թե ինչի մասին ենք խոսում, հետո նոր շարունակեմ հարցը։ Je montre encore une fois une image, les autres peuvent être peut-être un peu violents pour passer à la télévision, mais encore une fois, c'est très important de se souvenir de ce qui s'est passé. Peut-être qu'il y en a des gens qui sont qui oublient très facilement ce qui se passe et ce qui est très actuel. Անցնենք առաջ, հետաքրքիր է գիրքը, որը ասացիք արդեն տարբեր լեզուներով հրատարակվել է, ինձ հետաքրքիր է, ինչ որ կառույցներ, լուրջ կառույցներ կան, որոնք առիթ են ունեցել ճանաչելու, տեսնելու ու որը կարող է գուցե առիթ է հանդիսացել կարծիք ձևավորելու կամ ինչ որ բան փոխելու, որովհետև մենք գիտենք ինչ է այստեղ տեղի ունեցել, բայց երբ մենք խոսում ենք արդեն դրսի արձագանքի մասին, սա վավերագրված փաստ է, որը ունի այն լեզուն, որը տալիս է հնարավորություն դրսում ճանաչելու։ Կան կառույցներ, որոնք ճանաչել են եւ ինչ արձագանք են ունեցել։ En parlant de ce livre, vous avez dit que cela a été publié en plusieurs langues, donc ça m'intéresse. Est-ce qu'il y a eu des retours des organisations un peu sérieuses ou
des organisations internationales ou des retours qui vous marquent. C'est-à-dire, ici, on sait ce qui s'est passé et on est tous touchés par cela. Mais est-ce qu'internationalement, vous avez eu des retours qu'ils peuvent être des organismes qui ont connu de cet événement à l'aide de cet ouvrage ou bien cela a changé quelque chose? Oui. Parce que cela reste un document factuel. Et donc... Ce livre, c'est le premier livre qui est publié après la guerre d'Artsakh. C'est un documentaire historique. Այս գիրքը հանդիսանում է առաջին գիրքը, որը Արցախի պատերազմից հետո է հրատարակվել ու ինքը վավերագրական ֆիլմ է։ Ce livre maintenant actuellement dans plusieurs bibliothèques du monde entier. Ու այս գիրքը հիմա կա համաշխարհային տարբեր գրադարաններում։ Par exemple, Bibliothèque des Nations Unies à Genève. Օրինակ Ժնևի ազգային European Parliament, bibliothécaire européen parlementaire à Strasbourg et plus dans quatre photos dans ce livre exposé 4 musées nationaux de la Suisse. Գրքում հանդիսացող տարբեր նկարներ 4 շատ հայտնի թանգարաններում շվեյցարական պատկերված են, ներկայացված են ու նաև այս գրքից կան օրինակներ եվրոպական պարլամենտում Ստրասբուրգ քաղաքում։ Հետաքրքիր է, որևէ արձագանք եղել է, ես հասկանում եմ, որ շատ կարևոր պատմության մեջ փաստ է արձանագրվել ու ներկայացվել, բայց որևէ արձագանք, օրինակ կապվեն իր հետ, կամ չգիտեմ, ինչ-որ բան առաջարկեն, կամ որովհետև մեզ այդ ժամանակ շատ կարևոր էր, թե դրսում ինչ արձագանք կա, անընդհատ մեզ կոչ էին անում այդ ամենացավոտ օրերին նստել բանակցությունների սեղանի շուրջ, զրուցել ու մենք այդ ամենի արտահայտությունից իհարկե յուրաքանչյուր հայ այստեղ 15 անգամ մահ էր ապրում, որովհետև ամեն վայրկյան զինվորներ էին զոհվում։ Հիմա այն ինչ որ մենք արդեն կարողացել ենք վավերագրել, բացի գրադարաններում, կարևոր տեղերում, որ կա, ինչ արձագանք է ունեցել, քիչ ավելի բարձր հասարակության կողմից կամ ավելի բարձր պաշտոնյաների կողմից։ Ça m'intéresse par exemple, oui, comme on a dit, ça reste un document factuel très important. Est-ce qu'il y a eu des retours de ces organismes ou de la société internationale? Parce que pendant la guerre, nous les Arméniens, on recevait chaque 15 minutes des appels pour s'asseoir autour de la table de diplomatie, donc de céder quelque chose. Et ça nous désespérait un petit peu parce que ça nous intéressait pleinement la vie et le retour de la société internationale, des organismes internationaux. Est-ce que vous avez eu quelque chose en retour comme ça qui vous a marqué? Oui, par exemple, comme j'ai dit, ces Nations Unies, ils ont envoyé une lettre pour les remerciements et courageusement travaillé. Après, comment il s'appelle, plusieurs politiciens en Suisse, ils ont envoyé le message pour les féliciter pour ce travail. Mais c'est, comment il s'appelle, déjà, comme j'ai dit, déjà, dans une bibliothèque, ce livre. Mais en Suisse, en Europe, il y a une chose qui est très importante. En Europe, ils ne parlent pas trop de la guerre d'Artsakh. Quand j'ai été là-bas, nous sommes maximum une trentaine de journalistes du monde entier. La majorité origine arménienne. Vous expliquez après, je continue. Այո, ինչպես ասացի, ինքը նաև կար Nations Unies, այսինքն միացյալ ազգերի ՄԱԿ-ի գրադարանում ու ես այնտեղից եմ ստացել շնորհավորանքներ եւ բարի խոսքեր ու նաև շատ քաղաքական գործիչներ Շվեյցարիայում ինձ գրել են, շնորհավորել են շնորհանդեսի առումով եւ ընդգծել են կարեւորությունը այս թեմայի, բայց կարեւոր է ասել նաև, որ Եվրոպայում, Շվեյցարիայում շատ քիչ են լրագրողները, ովքեր խոսում են այս թեմայով։ Մենք այդ ժամանակ երևի մի 30 հոգի էինք ու շատերը հայ ծագում ունեին։
Բայց հետաքրքիր է ինչով է պայմանավորված, որ չգիտեմ Եվրոպայում հասարակությունը կամ լրագրողները կամ այն մարդիկ, ովքեր որ չգիտեմ պետական համակարգում եղանակ են փոխում, իրենք այս թեմայով քիչ են խոսում։ Ինչով է։ Իրանք տեղավորվում են այս ցեղասպան քաղաքականության մեջ։ Pourquoi c'est comme ça, comme vous avez dit, vous êtes très peu pour couvrir cette histoire? Est-ce que ces journalistes qui ne touchent pas cette histoire sont d'accord avec cette histoire génocidaire ou bien pourquoi ça ne leur intéresse pas de couvrir cette histoire? Ça, c'est à côté de l'Europe, il y a une chose. Avant de la guerre, peut-être vous savez, c'est Aliyev, il a distribué 3 milliards 200 millions de la corruption. Il s'appelle corruption caviar, diplomatie caviar, il s'appelle. Télévision Suisse romane et France 2, ils ont fait une émission pour ce sujet. Aliyev, il a acheté toutes les organisations internationales et les grands médias. Դա կարող է դուք գիտեք նաև նրանից է, որ արդեն նույնիսկ պատերազմից առաջ Ալիևը Եվրոպայի շուրջ, ամբողջ Եվրոպայով գնել է շատ մեծ մեդիաներ եւ այդ առիթով նույնիսկ Ֆրանսիա 2 ալիքը ու մեծ ֆրանսիական ալիքներ ունեն հաղորդումներ, որ սա կոչվում է խավիարի դիպլոմատիա եւ այդպիսի փաստեր արձանագրում հենց այդ ալիքներով հաղորդումներ կան։ Vous savez aussi, actuellement, c'est en Europe, ils ont besoin de pétrole et gaz de l'Azerbaïdjan. Նաև գիտեք, որ Եվրոպայում կարիք ունեն Ադրբեջանի նավթի ու պետրոլի։ C'est aujourd'hui, malheureusement, intérêt économique passer devant l'humanité. Ու ցավոք սրտի այսօր տնտեսական շահերը անցնում են մարդասիրական շահերին։ Այո, ցավոք սրտի։ Oui, par exemple, encore un exemplaire, c'est Centre Sokar en Europe, le siège à Genève et à Zurich. Son activité en Europe, 42 milliards de dollars. Comment ils ont préféré soutenir avec un petit pays contre le pays qui n'est pas riche, n'est pas intérêt pour eux. Օրինակ բերեմ, եւս մեկ օրինակ բերեմ, մի կենտրոն, որի նստավայրը Ժենևում է եւ որը նաեւ ունի ճյուղ Ցյուրիք քաղաքում, Սոկար կենտրոնը, որը ստանում է 42 միլիարդ Ադրբեջանից ու ինչու նա պետք է ունենա շահ օգնելու մի շատ աղքատ երկրի այդ դեպքում։ C'est pas facile. Par exemple, pour ce livre, je n'ai pas trouvé une maison d'édition en Suisse. Օրինակ այս գրքի համար շատ դժվար էր ու ես չկարողացա հաջողել գտնել մի հրատարակչության տուն Շվեյցարիայում։ J'ai trouvé une maison d'édition en Bulgarie. Ես Բուլղարիայում գտա մի հրատարակչության տուն։ Après, il m'a envoyé par courrier, moi-même j'ai distribué. Aucune de maison d'édition ou maison de distribution, il n'a pas accepté de diffuser ce livre. Ու այնուհետև նրանք ինձ ուղարկեցին մեյլով ու ես էի ստիպված տարածել այս գրքի մասին տեղեկությունները եւ նրան լուսաբանել։ Ոչ մի հրատարակչական տուն չէր ցանկանում զբաղվել այդ գործով։ Հիմա հասկացան ինչ ենք պարտվել։ Je mettre dans un sac à dos. Հիմա հասկացանք ուր են հասել իրանք ու ուր ենք հասել մենք, այո։ Եվ երբ խոսում են այն մասին, որ իրենք պատրաստ են լուրջ բյուջեներ ծախսել, մենակ թե օրինակ, չգիտեմ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ասկսած մեր խոհանոցից, թեկուզ գումարով, կաշառքով իրենցով անել, որովհետև դա իրենց համար կարևոր է, որովհետև իրենք հասկանում են, որ մենակ մշակույթ չունեն ու գողանալով կարող են դառնալ, այն որ ասում է ազգ, մենք ունենալով ոչ միայն չպահեցինք, այլ նաև մեզ համար հովանավորել կամ մշակույթը հովանավորել, դա այդ ատեն բոլոր դրսևորումներով տեսնում ենք, կամ այն փաստը, որը արձանագրվում է ինչ որ
X հայի կողմից, որ ամեն ինչ ուզում է անել, որ աշխարհը տեսնի իրականում ինչ է տեղի ունեցել, այդտեղ մենք գումար չունենք։ Տեսնում ես։ Այ հաղթանակները պետությունները այդպես են գրանցում իրականում։ Եվ դու հասկանում ես, որ պետությունը ուզում է իր ազգային արժեքները պահել, մշակույթը պահել, մեծացնել եւ դրա համար ոչ թե ուտում է, այլ լուրջ ծախսեր է իրականացնում։ Մենք խոսում էինք քիչ առաջ նաեւ հաջորդ գրքի մասին, չէ՞, որ արդեն ոնց որ թե տպագրվել է, թե 23-ին լույս է 23-ին կլինի բանը։ Շնորհանդեսը։ Այս գիրքն է, այս գիրքն ամսի 23-ի շնորհանդեսը հաջորդիվ ինչ է սպասվում մեջ հյուրի մոտ մասնագիտական գործունեության մեջ կան էլի նորություններ։ Donc on vient de parler de ce livre dont la présentation sera faite le 23. Qu'est-ce que vous pensez faire après? Est-ce que vous avez des projets? Je sais, déjà en Suisse, à Genève, le première édition, les médias ils parlent trop. Արդեն կարծում դեռևս ինչն է կարևոր, որ այս գրքի առաջին հրատարակությունից Շվեյցարիայում մեդիաները սկսել են խոսել։ Միայն խոսում են, թե արդեն ունենում հյուր հրավիրելու եւ քննարկելու այս գիրքը։ գիրքը։ Seulement où ils vous invitent et discutent avec vous. Oui, bien sûr. Bien. Ils ont fait une interview, après ils ont publié dans un journal. Le grand journal, par exemple la Tribune de Genève, le Courrier, les 20 minutes, ils ont publié largement avec mes photos. Ժնևի շատ մեծ թերթեր եւ մեդիաներ ինձ հրավիրել են, մենք ինտերվյու ենք արել, իրենք արդեն տեղադրել են իրենց մեդիաներում։ Ինձ հետաքրքիր է ինչ հարցադրումներ են սովորաբար լինում պատերազմի հետ կապված իրենց կողմից, ովքեր արդեն ունեցել դիսկուս անելու իր հետ։ Et c'est très intéressant. Quelles sont les questions qu'ils vous donnent pendant ces discussions? Je sais pas pourquoi. Quelles sont les discussions quelles sont les questions qu'ils vous donnent pendant ces interviews? C'est interview. C'est plus. Je fais une petite analyse avec eux toujours. Ils savaient très bien que le peuple arménien, ils ont laissé seul devant la barbarie. Իրենք շատ լավ հասկանում են, որ հայ ժողովրդին միայնակ են թողել բարբարոսության դեմ։ Aucun pays, il n'est pas soutien avec le peuple arménien. Ils savaient très bien. Իրենք շատ լավ գիտակցում են դա, որ ոչ մի երկիր էլ չի օգնում հայ ժողովրդին բարբարոսության դեմ։ Լավ, գիտակցում են, իսկ հիմա որոշել են ինչ-որ բան անեն։ Ils ont conscience, mais est-ce qu'ils décident de faire quelque chose? Mais seulement ils ont publié de la nouvelle, c'est tout. Ils ont fait rien parce que c'est parce que c'est une politique en Suisse, une politique en Europe. Les politiques de la gouvernement, politique de l'intérêt. Il ne veut pas parler plus de la Artsakh. Ils ont fermé les yeux. Ils ont n'écoutent pas, fermé les yeux. Ils ne parlent pas trop. Peut-être en Europe, à Genève, seul canton qui parle trop de la problème de l'Arménie, le problème de la génocide et le problème de la Artsakh, ils parlent trop à Genève. Plusieurs politiciens, plusieurs partis politiques, plusieurs conseils nationaux, ils soutiennent avec le peuple arménien. Mais ce n'est pas assez parce que, de l'autre côté, l'intérêt de la pays, c'est intéressant pour eux. Ժնևում է միայն, որ մեծ արձագանք կա, այսինքն կան քաղաքական գործիչներ, քաղաքական կուսակցություններ, որոնք խոսում են Արցախի խնդրի մասին, ցեղասպանության խնդրի մասին, հայ ժողովրդի խնդրի մասին, բայց դա հերիք չէ, որովհետև մենք խոսում ենք ավելի մեծ բանի երկրի շահի մասին։ C'est 29 avril, la maire de Genève, elles ont invité la communauté arménienne pour la commémoration
génocide arménien. Ապրիլի 29-ին Ժնևի քաղաքապետը հենց հրավիրել է հայկական կոմիտեին, որպեսզի միասին հարգանքի տուրք մատուցեն ցեղասպանության զոհերին։ Դե գոնե թե հարգալից արձագանք ասում եք կա, ու այդ արդեն քիչ բան չէ մեզ համար։ Ça déjà n'est pas ça déjà n'est pas très peu comme quelque chose qu'ils peuvent faire. Oui. Քանի որ ժամանակը սահմանափակ է, ես կուզեմ իմանալ, մեր հյուրը բացի, այսինքն գործով, որ գրքի շնորհանդեսն է, ուղղակի գալ Հայաստանում հանգստանալ հաճախ է լինում, արդյոք եւ որ տեղանքն է իրեն ամենաշատ սիրելի։ Puisque notre temps est très limité, je voudrais vous donner la dernière question. Est-ce que vous, hors votre travail avec le journalisme et votre publication, est-ce que vous venez souvent en Arménie pour, je ne sais pas, vous reposer ou quelque chose pour visiter? Et c'est quelle votre région préférée ou votre endroit préféré? Oui, depuis, j'ai beaucoup de projets déjà réalisés. 2016, je fais une grande exposition, la première exposition sur la place des Nations Unies. C'est les photos que j'ai exposées déjà une dizaine d'années que j'ai pris les photos de différentes causes. Pour les paix, contre la guerre, contre la femme, droits des enfants, droits de la femme. Il y a une grande exposition. Après, il tournait une crise diplomatique entre la Suisse et la Turquie. Erdogan, il a demandé d'enlever une photo, ni autorité de Genève, ni autorité fédérale, il n'a pas accepté d'enlever cette photo. Շատ հաճախ եմ գալիս Հայաստան ու հիմնականում իմ ծրագրերով եմ գալիս, օրինակ 2016 թվականին ցուցադրություն եմ մեծ ներկայացրել ու տարբեր խնդիրների մասին էի խոսում եւ պատերազմի եւ երեխաների իրավունքների, կանանց իրավունքների ու նաեւ Հայաստանի խնդիրների մասին ու շատ մեծ աղմուկ էր բարձրացրել, նույնիսկ խնդիր էր առաջացրել թուրք-շվեյցարական հարաբերություններում, քաղաքական Էրդողանը խնդրել էր, որ մեկ նկար իջեցվի, դուրս գա այդ Ինչ նկար է? C'était quelle image, c'était quelle photo? La photo Berkin Elvan, c'est une jeune turque qu'ils ont tuée par la police turque de la révolte du peuple Gezi. Gezi, c'est un événement, une révolte du peuple qui est 2015. 2015, révolte. Բենքին Էլվանի նկարներ, որը սպանվել էր մանիֆեստացիաների ժամանակ ու 2015 թվականին Գիզիի մանիֆեստացիաների ժամանակ։ Բայց իջեցրին, խնդրանքը կատարվեց։ Ils ont effectué ça, ça demande? Non, la Suisse, il n'est pas accepté. Le président de la Suisse, il a dit le photo il est petit, mais le message il est grand. Նախագահը ասաց, որ նկարը շատ փոքր է, բայց նրա հաղումը շատ մեծ է։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք, իրականում շատ կարևոր գործ եք արել, չնայած ասում եմ, որ ցավոտ հիշողություններ էլի արթնացրեց, բայց այս հատկապես վերջին ցույց տա, ոչ թե վերջին նկարն է։ Je remercie qui nous a accepté dans un Ես եմ շնորհակալ, որ մեզ հյուրընկալեցիք ձեր հաղորդումը։ Սիրով, հուսանք երբ կլինեք Հայաստանում հատկապես նման կարևոր գործով, արդ կունենանք ձեզ էլի հյուրընկալելու մեր J'espère que quand vous serez en Arménie encore une fois, nous aurions le plaisir de vous accueillir encore une fois. Mille merci. Շնորհակալ ենք։ Աղունիկները, որոնք միշտ խաղաղության խորհրդանիշ պիտի լինեն։ Je continue la lutte Վստահ եմ, որ պատերազմի pour les ժամանակ droits humains, pour les droits de peuple arménien. Իր կենթանում կերակրելու մասին, ինքը չուներ երևի ուտելու, բայց ինքը հաստատ մի բան անում էր, ու այդ մարդիկ, ովքեր կորցրեցին ոչ միայն այդենց սիրելի մարդկանց, իրենց տունը, իրենք անգամ խնդրում էին, ասում էին, մեզ մի տարեք, բայց գոնե մեր շունիկին ձեր հետ բերեք Երևան, իրականում ասում է, դե այդ ճանապարհը անցնող միայն կիմանա, թե ինչ է նշանակում այդ ցավը, բայց եթե մենք
հետևություն անող չենք, իսկ մենք հետևություն անող չենք եւ դա բազմիցս պատմությունը ապացուցել է։ Ինձ թվում է ոչ մի այս տեսակ վերհիշում ցավոտ էլի մեզ հետևության չի բերելու, որովհետեւ մեր հիշողությունը ցավոք չափազանց կարճ է, բայց գոնե փոխարենական մարդիկ ովքեր գործ են անում եւ օգնում են մեզ, որ մեր հիշողությունը այդքան կարճ ու այդքան մակերեսային չլինի, որովհետեւ այդ հիշողությունները ու մեր անցյալով ենք մենք ձևավորվում որպես թե մարդ, թե ազգ։ Այ եթե չունես այդ հիշողությունը, ասում եմ առաջ էլ չես կարող գնալ։ Ցանկանում եմ նաև մեկին իր թիմին շնորհակալություն հայտնել ու ասում եմ, որ շարունակելու է Հայաստանի ժողովրդի պայքարը մղել իր աշխատանքով։ Շնորհակալ ենք։ Pour l'exposition 2016, les médias du monde entier, ils ont publié une flash news. Flash news? Ça veut dire c'est de dernière minute. Ու նաև ավելացնեմ, որ 16 թվականի ցուցադրության ժամանակ միջազգային մեդիաները հրապարակել էին flash news. Télévision la russe RTL, les télévisions de la sud-africaine, télévision et de la Chine, ils ont fait une interview directe. Direct. Parle. Cette expo. Ու նաև այս ցուցադրության մասին ռուսական RTL ալիքը եւ հարավաֆրիկյան շատ ալիքներ նույնպես լայվ քննարկումներ են արել ինձ։ Շնորհակալ ենք։ Շատ կարևոր գործ եք արել, շնորհակալ ենք, ձեզ հաջողություն ենք մաղթում, տա Աստված, որ ասում եմ ձեր խոսքը ու ձեր ֆիքսացը տեղ հասնի մի օր, ու մենք իրականում ունենանք շատ ավելի լուսավոր իրականություն։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերում այս պահին գովազդ է, որից հետո կշարունակենք, կդիմավորենք մեր հաջորդ հյուրերին։